Սա այն պահն է, երբ Մոնրեալից ժամանող ինքնաթիռը վայրեջքի ժամանակ բախվում է թռիչքուղի մտած հրշեջ մեքենային։ Երեկ Նյու Յորքի Լագուարդիա օդանավակայանում ավիաաղետի զոհ են դարձել 2 երիտասարդ օդաչուներ։ 41 հոսպիտալացվածներից 32-ը դուրս են գրվել, 9 շարունակում են բուժօգնություն ստանալ։ Հրաշքով փրկվածների շարքում է բորտուղեկ ցորթուհի Սոլանժ Տրամբլեն։ Նա նստած է եղել ինքնաթիռի առջևի մասում, հարվածի պահին դուրս է նետվել եւ հայտնվել ինքնաթիռի բեկորներից ավելի քան 100 մետր հեռավորության վրա, ծալովի նստատեղին ամրակապված։ Վերջույթների բազմակի կոտրվածքներ է ստացել, վիրահատվել, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա աղջիկը սա բացարձակ հրաշք է որակել։ Վթարված ինքնաթիռի 72 ուղևորներից Ջո Կապիոն, որ նշանածի հետ էր ճամփորդում, դեռ ցնցված է։ Ավիաաղետի ականատեսը պատմում է, որ նախքան բախվելը ինքնաթիռն արտակարգ կտրուկ արգելակել է։ And honestly, with the pilots in there, I believe saved many lives on that flight, and my heart's just broken for them. Հետաքննությունը շարունակվում է։ Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի նախագահը հայտնել է, որ մի շարք անձինք կհարձակվեն, այդ թվում օդային երթևեկության կարգավարը։ Կուսումնասիրվեն նաև օդաչուի խցիկի եւ թռիչքի տվյալների ձայնագրությունները։ Flight Radar 24-ի թռիչքների գրառումների համաձայն Air Canada Express-ի վթարից 1 ժամ առաջ Լագուարդիայում թռիչքների եւ վայրեջքների թիվը եղել է նախատեսվածից կրկնակի ավելի։ Քննությունը պետք է նաև փարատի մտահոգությունները, որ կարգավարների անձնակազմը բավարար չէր։